Հունվարի 20-ին այստեղ կապիտոլիումի առջև իր երդումն է տալու Դոնալդ Թրամփը ստանձնելով Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։ Ավանդույթի համաձայն երդման արարողությունից առաջ ընտրյալ նախագահը եկեղեցի է այցելում։ Պատարագից հետո ընտրյալ նախագահն ուղեկցվում է Սպիտակ տուն հրաժեշտ տալու նախորդ նախագահին, որտեղից էլ նա ուղեկցվում է դեպի ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք, որի առջև էլ ավանդաբար կայանում է երդման արարողությունը։ Երդման արարողությունը սկսվում է ուղիղ կեսօրին։ Առաջինը երդում է տալիս փոխնախագահը, որից հետո ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահն ընդունում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդումը։ Նախագահի երդման տեքստը ամրագրված է սահմանադրության մեջ։ Ես երդվում եմ ազնվորեն իրականացնել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և ուժերիս սահմաններում պահպանել և պաշտպանել Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Աստված թող ինձ օգնական լինի։ Սովորաբար երդումն անցնում է Կոնգրեսի շենքի առջև բաց երկնքի տակ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան դրան հետևել, սակայն հաշվի առնելով, որ արարողությունը տեղի է ունենում հունվարի 20-ին, որոշ դեպքերում չափազանց ցուրտ եղանակի պայմաններում արարողությունն անց է կացվում շենքի ներսում։ Երդման արարողությունից հետո արդեն պաշտոնը ստանձնած նախագահը դիմում է իր քաղաքացիներին։ Միացյալ Նահանգների նախագահների երդման արարողությունների ելույթներից շատերը տեղ են գտել պատմության գրքերում։ Հարցրեք ոչ թե ինչ կարող է ձեզ համար անել երկիրը, այլ թե ինչ կարող եք անել դուք երկրի համար։ Երդման արարողության կարևոր մաս են կազմում երաժշտական կատարումները։ Այժմ արդեն հայտնի է, որ օրհներ կկատարելու է 16-ամյա երգչուհի Ջեքի Էվանչոն, ով 10 տարեկանում հաղթել էր երեխաների երաժշտական մրցույթում։ Սակայն հավանաբար արարողությանը ելույթ կունենա նաև Քիմ Քարդաշյանի ամուսին Քանի Վեսթը։ Արարողությունից հետո նախագահը ոտքով կամ ավտոմեքենայով ուղևորվում է Սպիտակ տուն։ Նախագահին հետևում է տոնական շքերթը, իսկ երեկոյան տեղի է ունենում ավանդական պարահանդեսը։ Հատկանշական է, որ այս երդման արարողությունն առանձնանալու է Դոնալդ Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույցերի բազմությամբ և անվտանգության արտակարգ միջոցառումներով։ Մասնագետների խոսքով Դոնալդ Թրամփի առաջիկա խնդիրն է միավորել Միացյալ Նահանգները և դառնալ ոչ միայն իր կողմնակիցների, այլև բոլորի նախագահը։ Թե որքանով դա կհաջողվի ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Թրամփին, ցույց կտա ժամանակը։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։